Մեծարգո վարչապետ, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, պարոն Ավետիսյան, մանիպուլյացիայի մաստեր կլասի փորձ արեցիք, բայց ոնց որ թե չստացվեց։ Ինձ մեղադրելով մանիպուլյացիաների մեջ, ոտքի վրա տեղում արեցիք նույն բանը, թեև ես չէի մանիպուլացրել, եւ ես հիմա ձեզ կապացուցեմ ինչի։ Դուք համեմատում եք 18 թվականի ցուցանիշները այսօրվա ցուցանիշների հետ, ասելով, որ աղքատությունը ավելացել է, հետո էլ ասում եք, որ միշտ եք համեմատել 24-ը 23 հետ, որտեվ վիճակագրական ԱՎԾ-ն գրել է, որ պարոն Ավետիսյան, մի ընդհատեք։ Դուք համեմատել եք 18-ը 20 այսօրվա թվերի հետ քիչ առաջ, եւ այն դեպքում, երբ որ 19 թվականից հետո մեթոդաբանություն է փոխվել, կախված նաեւ մեր երկրի բանից ցածր եկամուտ ունեցող երկրից ավելի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ տեղափոխվելու հետ։ Իսկ ազգային վիճակագրական ծառայությունը, այո, գրել է փոքր տառելով, որ սրանք չի կարելի համեմատել նախորդ տարիների թվերի հետ, եւ նաեւ գրել է, որ ինքը կվերանայի նախորդ տարիների թվերը, բայց երբ որ մենք նայում ենք օրինակ տենդենսները 21 թվականից դեպի 23 թվական, 24-ը նույնիսկ չնայելով, մենք ունենք տենդենս նվազման, ինչը շատ բնական է, որ 24-ը կլինի ավելի ցածր։ Այո, մենք ունեցել ենք 21-ին աղքատությունը 26.5, 24.8, 23.7 եւ հիմա 21.7, եւ ծայրահեղ աղքատությունը 1.5, 1.2, 1.1 եւ հիմա էլ 0.6։ Եվ եթե վերանայում էլ տեղի ունենա անցյալ տարիների, տենդենսը ակնհայտորեն մնալու է նույնը։ Հետեւաբար խնդրում եմ դուք մի մանիպուլացրեք։ Ինչ վերաբերում է հակասոցիալական ինչ-որ քաղաքականությանը, որին դուք վերագրում եք մեր դեմոգրաֆիկ խնդիրները, նորից մանիպուլացնելով, ընդհանրապես տեղյակ եք, որ մանկական եւ ասենք նաեւ մայրական մահացությունը բացարձակ կապ չունի դեմոգրաֆիայի հետ։ Հերիք չի տեղյակ չեք, մի հատ էլ տարվա կեսի մանիպուլացնում եք, որ թվեր են փոխվել։ Այս պայի դրությամբ, պարոն Ավետիսյան, մի խանգարեք։ Ես ձեզ չէի խանգարում, ուշադիր լսում էի։ Չնայած ելույթս ամբողջությամբ փոխեցի ձեր ելույթի պատճառով։ Տարվա կեսից դուք գնահատում եք, որ մենք մանկական մահացության խնդրեմ ունենք, նորից եմ կրկնում, 23-ից 24 թվական բարելավում ունենալով։ Հետո անցնում եք մյուս խնդիրներին, բայց մինչև դրան անցնել։ Իսկ դուք գիտեք, որ դեմոգրաֆիկ կրիզիսը նաև այն պատճառով է, որ մենք մայրական կապիտալի խնդրեմ ունենք։ Մենք չունենք բավարար թվով կանայք, որոնք այսօր երեխա պետք է ունենան, իսկ դրանք հիմնականում այն տարիքի կանայք են, որոնք արտագաղթել են 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին։ Այդ է պատճառը դեմոգրաֆիկ կրիզիսի, որտեղ մենք նաև պտղաբերության ցուցանիշի աճ ունենք, բարեբախտաբար,